Սիրելիներ, եթե դուք ուշադիր եք Սուրբ Հոգին մեզ ցույց է տալիս, որ փորձությունների ժամանակ, ինչի փորձությունների մասին է խոսքը, որովհետև ամբողջ աշխարհը լցվել է փորձություններով, եւ սատանայի դիվական ուժերը կամաց երկրի վրա բարձրանում են մարդոց մեջ, եւ Սուրբ Հոգին մեզ ցույց է տալիս, որ այս վիճակների մեջ ինչով ապրել, ինչով հաղթություն ունենալ, հավատարիմ մնալ, սիրելիներ, եւ Տեր Հիսուսը մեզ համար ամենավառ օրինակն է, որ նա Աստծո որդին էր, առանց մեղքի բնության էր, առանց մեղքի էր, բայց սատանան հարձակվել էր Տեր Հիսուսի վրա, թեկուզ նա 40 օր անապատում ծոմով աղոթում էր, եւ ինչպես Հիսուսը նրան դեմ դրեց։ Երեք մենք զրուցեցինք, այս ճշմարտությունը շատ կարևոր է, սիրելիներ։ Ես ասեմ Չարբախի խմբում, Չարբախ Շինգավիթ, որ ես 2 օրվա պաշտամունք եղավ, այդտեղ եղբայրներ կային, ջահել եղբայրներ, միշտ այդպես ասում են, որ եղբայր պետք է հանդիպենք, հարցեր կա, պետք է զրուցենք։ Այս 2 օրվա պաշտամունքից հետո իրանք ասին մենք էլ հարց չունենք։ Ալելույա։ Եկել էին մեր տուն, հավաքվել էինք, եղբայրներ ասին էլ հարց չունենք։ Հարցերը լուծվեց։ Մենք բժշկություն առանք, եւ գիտեք ինչ բժշկություն են առել, որ փորձության ժամանակ, ինչպես երեք եղբայրները խոսեցին, Սուրբ Հոգու իշխանությունը եւ զորությունը, որ տրված էր, աստվածության բոլոր լեցունությունն էր Հիսուսի մեջ բնակվում, բայց փորձության ժամանակ չգործեց իշխանությունը։ Ինչու՞, որտեղ դա փորձություն է, եւ դու պետք է փորձվես, քո հավատարմությունն է փորձվում է քո հավատքը։ Այսինքն դու քննություն ես տալիս։ Ամեն մի փորձություն քննություն է։ Եվ եթե Սուրբ Հոգին գործի, ուրեմն քննությունը ով տվեց։ Սուրբ Հոգին։ Բայց ես ու դու ենք։ Խո մենք ռոբոտ չենք։ Մենք մարդ ենք, ազատ կամք ունենք, որոշելու իրավունք ունենք։ Դու պետք է որոշես, քո այոն այո պետք է լինի, ոչը ոչ պետք է լինի։ Դրա համար է փորձությունը։ Եվ եղբայրները շարունակեցին, որ Հիսուսը մեզ սովորացրեց, այդտեղ միայն գործում էր Աստծո խոսքը, ճշմարտությունը։ Այդ խոսքը քո մեջ բնակվի։ Դու պետք է ճանաչես նրան որպես ճշմարտություն, որ այդ պահին դու հակառակվես հակառակորդին, դեմ դնես։ Մարդկային իմաստությունը, մարդկային հնարքները չի կարող փորձությանը հաղթել, չարին հաղթել։ Հաղթում են Աստծո խոսքին հաստատ հավատալով։ Եվ այդ մասին երեք մենք խոսեցինք, որ ինչու է Սուրբ Հոգին մեզ այս կառույցը, այս շինությունը մեր կյանքում ցույց տալիս, որ մենք չխանգարենք իրան, որ մենք աղոթքով պարապենք, փափագենք դրան։ Սիրելիներ, որտեղ սատանան մռնչող հարուզի պես պտտում է, որ մեկին կուլ տա, չէ, որուն դեմ կեցեք, հավատքով հաստատված, չի ասում, Սուրբ Հոգին կհեռացնի նրան, քո այոն պետք է այո լինի, ոչը ոչ, եւ Սուրբ Հոգին դրանից հետո է հայտնվում։ Աղոթքի պատասխանը լինելու է քո հաստատ այոյից հետո, որ սատանային ոչ, Հիսուսին այո հավիտյան։ Այդ վաղ աղոթքի պատասխանը գալիս է, ճանաչեք այս ճշմարտությունները։ Ուրեմն եթե չկա այցելություն, չկա զորություն, չկա աղոթքի պատասխան, անբուժելի հիվանդություն է, ուժերից վեր պրոբլեմներ են, քո կյանքում սովամահ ես լինում, ֆինանսական ճգնաժամ է, ես չգիտեմ ինչ փորձության մեջ ես։ Աղոթում ես լուր է երկինքը եւ հիմնականում շատերն ասում են եղբայր ջան, ամենածանրը նա չի, փորձությունը չի ծանրը։ Ծանրը նա է, որ երկինքը լուր է, պատասխան չկա։ Ինչու պատասխան չկա։ Տերն էլ ցույց է տալի ինչու պատասխան չկա։ Պատասխանը լինելու է քո հաստատ այոյից եւ ոչից հետո։ Երբ որ դու քննությունը կտաս, հետո հրեշտակները կգան եւ սպասավորություն կանան։ Փառավորվի ճշմարտությունը։ Այս մասին զրուցել ենք, չեմ ուզում շատ երկարացնենք
Եվ մի շատ կարևոր հարցի մասին զրուցեցինք սիրելիներ, այս ճշմարտությունները հայտնություն են։ Ֆիզիկապես մարմնով գտնվել գերության մեջ, հոգով գտնվել, լինել Հիսուսի մեջ։ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս այդ ճշմարտությունը։ Ես չեմ ուզում մենք ռետորի պես քարոզենք։ Ճշմարտություններ ենք փոխանցում։ Կերակուրը ճշմարտությունն է։ Մեր այս երկու օրվա կերակուրը անուն ունի։ Մարդ որ իր տունը կերակուր է պատրաստում քույրիկներ, այդ կերակուրին անուն ունի, չէ՞։ Ամեն կերակուր ունի իր անունը, թե չունի։ Հիմա այս կերակուրն էլ անուն ունի։ Անունն է ճշմարտությունը։ Շատ համով է սիրելիներ։ Հաճելի է։ Հալելույա։ Ուրեմն հնարավոր է, որ հավատացյալը մարմնով Սուրբ Հոգով մկրտված մեղքի մեջ չի, բայց ֆիզիկապես գտնվի գերության մեջ, այդ գերությունը կարող է լինի անբուժելի հիվանդություն, գերություն է, աղոթում են, տարիներով գերության մեջ, բայց հոգով լինի Աստծո խոսքի մեջ։ Եվ Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս, սիրելիներ, ես այդ համարները ասել եմ, նորից կրկնում եմ, ձեր մոտ գրեք, ովքեր չեն գրել, Հոբի փորձությունները մենք գիտենք, չէ՞։ Նա ֆիզիկապես գերության մեջ էր, բայց հոգին գերի չէր։ Հալելույա։ Ինչից է երևում, որ հոգին էլ է գերության մեջ։ Երբ որ մարդը ապստամբում է Աստծո դեմ, սա արդեն հոգու գերություն է։ Ինչ է լինի, ապստամբությունն է գերություն։ Արդեն մարդը գնացել է անհավատության, դա գերություն է։ Սատանային պետք է հոգին, մարմինը սատանային պետք չի, որտև այս մարմինը հող է, հող պետք է դառնա։ Նա ուզում է այդ գերությունով քեզ կուլ տալ քո հոգի։ Այսօր մարդիկ իրենց հոգիներն են վաճառում։ Այո, սիրելիներ, հոգին միայն պետք է Հիսուսին տանք եւ վերջակետ։ Ճանաչեք այս ճշմարտությունը։ Ժամանակներ այնքան են չարանալու, որ մի փոր հացի համար մարդ իր հոգին կվաճառի։ Բայց երբ որ քո մեջ Աստծո խոսքի հավատքը հաստատ է, դու քո հոգին կհանձնես Տիրոջը։ Աստծո զավակները միայն Տերն է որոշում նրանց ապրելն ու մեռնելը։ Հոբ 6-րդ գլուխ 10-րդ խոսքը, Դանիել մարգարեություն 3-րդ գլուխ 16-ից մինչև 18 խոսքը, Դանիել մարգարեություն 3-րդ գլուխ 16-ից մինչև 18 խոսքը, սա Միսակապետնակովն է, Դանիելն է, նրանք գերության մեջ են, չէ, ֆիզիկապես, չէ։ Ֆիզիկապես Բաբելոնում ստրուկ էին, բայց հոգին ստրուկ չէր, հոգին Աստծո խոսքի մեջ էր, հալելույա, և իրանք ծնկի չեկան, ասեն մենք ծնկի չեկա, մենք պաշտում ենք կենդանի Աստծուն, և սատանան ինչ արեց, նրանք կուր չգնացին, որտև նրանց մեջ հավատքով հաստատված դեմ դրեց, և Հիսուսը երբ հայտնվեց, մինչև կրակը գցել է թող հայտնվեր, երբ որ էլ հույս չկա, նոր հայտնվում է Տերը, հիշեք սա սիրելիներ, քանի քո մարդկային հնարքները, ուժերը, մեթոդները չի վերջացել, պատասխան չի լինել, և սա Աստծո սերն է, ես հաճախակի վկայել եմ մի հոգսի համար, իմ կյանքում ես 10 տարի աղոթք եմ արել, և հոգևոր բան էի խնդրում, ես խնդրում էի, որ Աստված ինձ ազատի մեղքի գերությունից, սատանայի մտքերից և այլն հարձակումներից, հոգևոր բաներ էի խնդրում, և այդ աղոթքը արցունքով էր ամեն օր, ծոմով էր, իմ համար աղոթել են այնպիսի եղբայրներ 70 քանի թվերին, որ իրանք հրամայում էին, դիվահարի վրա ժամերով չէին աղոթում, հրամայում էին ու դևերը դուրս էին գալի։ Իմ մեջ հանգստություն գալիս էր, բայց հարցը չէր լուծվում։ Ես մի անգամից ասեմ, ինձ բժշկել է ճշմարտությունը։
երբ որ ճշմարտությունը Սուրբ Հոգին ինձ ճանաչեցնել տվեց, ճշմարտությունն է ինձ ազատել։ Հալելույա։ Ինչու 10 տարի։ Դա շաբլոն չի, որ մեկինը 5 տարի պիտի տևա, մեկինը 10 տարի։ Երբ որ աղոթքի պատասխանն առա այդ հոգևոր բժշկությունը ես Տիրոջից առա, 10 տարի որ մի բան խնդրես, ինչքան կուրախանաս, չէ՞, ու դա ստանաս, ինչքան կուրախանաս։ Այդ ուրախության մեջ եմ ու բայց նաև իմ սիրտը տրտմեց։ Ինչու։ Ես այդպես տրտմած ասի Տեր, բայց ինչու 10 տարի։ Շատի լսեք, որ բժշկություն լինի։ Ճշմարտություն, Հիսուսի աղոթն է կատարում, սրբե զանոնք, քո ճշմարտությունով, քո խոսքը ճշմարտություն է, մենք ուղղակի փոխանցում ենք։ Գործանողը ճշմարտությունն է սիրելիներ։ Եվ Տերը ինչ պատասխանեց եղբայրներ քույրեր։ Հնարավոր է, որ հոգիներ կան տարիներով աղոթում են, պրոբլեմը չի լուծվել, ավելի է բարդացել եւ այլն։ Ասեց որդիս, դու չես պատկերացնում քեզ ինչքան շատ եմ սիրում։ Երկրի վրա քեզ կամենում եմ ամենաանտիր կյանքը։ Դու իմ որդին ես։ Աստված ինչ անի, ինչ որ ինձ Սուրբ Հոգին ասել է դա եմ ասում, որ քո մարդկային ուժերը, հնարքները, մեթոդները մեղքին հաղթելու, չարին հաղթելու 10 տարի հետո վերջացան։ Եթե մի ամսում վերջանային, մի ամիս հետո պատասխան կտա, Տերն ասեց։ Իսկ եթե այդ չվերջացած քո ուժերը Աստված քեզ պատասխան տար, դու կվերագրեիր քո ուժերին, կհպարտանայիր ու հավիտյան կկորսվեիր։ Բայց երբ որ քո ուժերը վերջացան, Աստված ակնթար չանցավ։ Ես ասի Տեր, դու արդար ես քո բոլոր գործերի մեջ, մեր խելքը չի հասնում քո գործերից։ Հարց տվեք Տիրոջը սիրելիներ։ Ուրեմն ամենատկար աղոթքը Տերը լսում է։ Ամենատկար աղոթքը, անկեղծ աղոթքը Տերը լսում է։ Դա Տիրոջ մոտ է։ Բայց մենք չենք որոշում ժամերն ու ժամանակները պատասխանի։ Դա որոշում է երկինքը։ Ես հիշում եմ, ես Ռուսաստանում եմ 90-ական թվականներին, վերջը համաշխատում էի այնտեղ ժամանակներն էր, ամեն պես եկեղեցում էի, դենց հետո խնդիրներ առաջացավ, ես հիմա ոնց որ պատասխան, վիճակից դուրս գալու պատասխաներ ինձ պետք, ես աղոթք կարացի։ Տիրոջ երեսը փնտրեցի, որ Տեր ինձ ասի տենամ Տերն ինձ ինչ ասում, ես վիճակից ինչպես դուրս գամ։ Տեր ինձ շատ պատասխան տվե աղոթքների, ձեզ էլ է տվե սիրելիներ։ Այդպես գիշերը մեր եղբայրներից մեկի տանն էի, գիշերում աղոթում եմ արդեն 12-ի մոտերն է, 12-անց է աղոթում եմ, պատասխան չկա։ Մտածեցի, որ կարող է Տերը երազով խոսի իմ հետ։ Այդպես հանձնված Տիրոջ մոտ հնարավոր արթնացա, ոչ մի պատասխան չկա։ Ու շատ կոտրվեցի, շատ հուսահատվեցի, ասի Տերն էլ իմ հետ չի խոսում։ Ես այստեղ ինչ եմ անում։ Այդ օրն էլ պաշտամունքի օր էր, կիրակի օր էր։ Գնացի պաշտամունք, շատ այդպես հուսահատված, կոտրված մի անկյուր նստել եմ, տրամադրություն չունեմ ոչ խոսելու, ոչ լսելու, որտեղ մտածում եմ, որ Տերը ինձ պատասխան չի տալիս, ես ոչ Տիրոջն եմ պետք, ոչ մեկին էլ պետք չեմ։ Սենց վիճակներ է ապրում եք դուք, եղել է ձեր մեջ։ Եվ այդ ժամանակ ժողովուրդը նոր հավաքվում էին կիրակի օր էր պաշտամունքի, մի քույրիկ մոտեցավ, վրեժ եղբայր ասեց, երազ եմ տեսել, ուզում եմ երազս պատմեմ, ես էլ ընդհանրապես տրամադրություն չունեմ ոչ խոսալու, ոչ լսելու, ճիշտ ասած այդ քույրիկներ մի քիչ շատ էր խոսում, շատ խոսող քույրիկ էր, ասենք մի բան ասելու համար, մի քանի բան կասեր, հետո նոր կոնկրետ ինչ պետք է ասեր, էդ էր ասում, ընդհանրապես տրամադրություն չունեի, բայց քույրիկը ասում է, ես էլ եղբայրում պիտի լսեմ, համար եղբայրներից միայն մի պահանջ եք, աղոթեք եղբայրների համար։
որտեղ եղբայրներն է կարող է դժվարության մեջ լինել։ Ասում եք քուրեր, որտեղ պատերազմ է, հոգևոր պատերազմ է։ Եվ այս քույրիկը պատմեց իր երազը։ Իր երազը իմ հայտնությունն է։ Ես աղոթել եմ, որ Տեր ինձ հայտնություն տա, քույրիկի միջոցով է տալի հայտնություն։ Այդ քույրիկի պատմելն ու իմ հոգու աշխարհը բժշկվելը մեկ եղավ։ Մեզ քույրիկն ասում է, եղբայր ջան, չեմ հասկանում, դրա միտքը ասի լավ բան ես տեսել, քույրիկ ջան, լավ բան ես տեսել։ Բա ինչ ա նշանակում ասեցի քո համար չի, իմ համար ես տեսել։ Ու ինչ ասեց Տերը։ Ամենակարևորը, որ ուզում եմ ասել, ասեց, էսի բոլորիս ա վերաբերում։ Մի բան, որ ինձանից խնդրում ես, իմ վրա մի կասկածի։ Այս մտքերը գրեք սիրելիներ, բայց դու մի որոշի ժամերն ու ժամանակները, քեզ պատասխանեմ, անձամբ ու միջոցով պատասխանեմ, դա որոշում է Տերը, դու խնդրողն ես, որոշողը դու չես, և երբ որ դու որոշում ես, դու խանգարում ես Աստծուն։ Այս ճշմարտությունները պետք է ճանաչել սիրելիներ, որ արգելքները մեր և Աստծո մեջտեղ վերցվի, փառավորվի Տիրոջ անունը։ Աստծու գործերը անքննելի են, շաբլոն չեն։ Դեն չի, որ երեք իմ կյանքում այսպես գործեց, ու ես մտածում եմ, որ այսօր էլ մի ուրիշ ձևի գործի, փառավորվի Տիրոջ անունը։ Եվ մենք տեսնում ենք, որ այսօր էլ կան հոգիներ, որ ֆիզիկապես գերության մեջ են, մի հատ քույրիկ ունենք, երկար տարի արդեն քաղցկեղ հիվանդությունով բռնված, ամբողջ էության մեջ տարածված է մետաստազները, արդեն գլուխն է մետաստազներով լցվել, բայց ինքը հիվանդի տեսք չունի։ Ինչքան ստուգում է, ասում են վերջ, քո վերջն է, բայց արդեն քանի տարի ապրում է, վերջը տեղից այս տեսիլքը երևաց, քուրը ասին, դու մարմնով ես գերության մեջ, հոգով գերության չետաս, դու Աստծո խոսքը պահի, Աստծո խոսքից դուրս չգաս, այդ վիճակով ծառայություն անում, Փառք Հիսուսին սիրելիներ, ուրեմն չհանձնվեք ոչ մի պրոբլեմի, բոլոր վիճակների մեջ, մենք հանձնվում ենք Տիրոջ խոստումներին, սովորենք սիրելիներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Մենք տեսնում ենք աշխարհի վիճակը, աշխարհի քաղաքականությունը, սիրելիներ, փառք Տիրոջ է, որ ես իմ համար եմ ասում, բայց դե բոլորիս համար է սա։ Ես Տիրոջը փառք եմ տալի, որ ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում։ Ես Աստծո եկեղեցու անդամն եմ։ Հալելույա։ Փառք տվեք Տիրոջը, սիրելիներ։ Մենք որևէ մեկից լավը չենք։ Եվ Տերը մեզ հանել է այդ քաղաքականությունից։ Ինչ զզվելի է քաղաքականությունը։ Բայց մենք էլ մեր քաղաքականություն ունենք, մեր պոլիտիկան ունենք։ Թե չունենք։ Ես համար ասում եմ դուք գրեք, որ դուք իմանաք մեր պոլիտիկան որն է, մեր քաղաքականությունը որն է։ Ֆիլիպպեցիս 3-րդ գլուխ 20-21 համարները։ Մեր քաղաքականությունը երկնային է, հոգևոր է։ Սա Աստծուց նվեր է, պարգև է, հրաշք է սա։ Միշտ տեսեք ու գնահատեք ու փառավորեք Տիրոջը եւ աղոթեք մեր ազգի համար, աղոթում ենք գիշեր-ցերեկ։ Առաջինը արթունություն, ապաշխարություն եւ մնացած հարցերը կլուծվի։ Եղբայրներ քույրեր, մենք ոչ թե միայն Տիրոջ գառներն ենք, տղաներն ու աղջիկներն ենք, մենք նաեւ Աստծո զինվորներն ենք, սա Աստծո բանակն է։ Զինվոր արդեն պայքարի պատերազմի նշան է սա։ Եվ որն է մեր պատերազմը։ Մեր պատերազմը ավետարանչության համար է։ Սիրելիներ, կա ժամանակ, եւ այդ ժամանակը գալիս է, որ ամեն մի քույր եղբայր, կապ չունի տարիքը, ամեն մեկը մի ավետարանի չէ լինելու Հայաստանում եւ չի բացառվում Հայաստանից դուրս շրջակա մուսուլման ազգերի մեջ։ Վերջ Աստված է կառավարում ամեն ինչ։ Սատանան ինչ որ որոշում է, այդպես չի։ Սատանան ինքն էլ է ծառայում Աստծո ծրագրին։
Ները, որ պետք է գա, հակա Քրիստոսը, նա նույնպես գալիս է Աստծո կամքը կատարել։ Բայց չի գալու ես ինչ էր անել։ Ինքը պետք է Աստծո ծրագրին ծառայել։ Փառք Հիսուսին։ Երկրի վրա ինչ նեղություններ էր, որ լինում են, սովեր, մահտարաժամներ, պատերազմների լուրեր, այս բոլորը, որ Աստված թույլ է տալ, եւ Հիսուսն ասում է, որ այս բոլորը պետք է լինեն, երբ որ կլինեն, ձեր սրտերը չխռովի ու չվախենան։ Սա արթունության համար է, ապաշխարության համար են եւ ավետարանչության համար են։ Հայաստանին այս նեղությունները ճանաչենք սա սիրելիներ, որպեսզի մենք չտրտմենք, աղոթող լինենք, պատերազմագրիկից լինենք ավետարանի գործին։ Հայաստանի այս նեղությունները վերջ մենք չենք կարող անտարբեր լինել, մենք այս երկրում ենք ապրում, մեր ժողովուրդն է, մեր ազգն է, այս բոլոր նեղությունները արթունության, ապաշխարության եւ ավետարանչության համար է։ Ցավոտ է, բայց ժողովուրդը սրա կարիքն ունի։ Եթե սրանք չլինի, եթե Աստված Հայաստան աշխարհը դրախտ շինի, ով կապաշխարի։ Հարց եմ տալիս ես։ Սոդոմ Գոմորը ինչի չէին ապաշխարում, Հովտը քանի տարի դե ապրեց։ Բոլորն էլ տեսնում են, չէ, որ Հովտը մասնակից չի իրանց սոդոմական մեղքերին։ Անկամ ինքը քաղաքից դուրս դարպասների մոտ էր նստում եւ իր արդար հոգին տանջվում էր, բայց մի հոգի չապաշխարեց, որովհետեւ Սոդոմ Գոմորը հասել էր դրախտային կյանքի, այդպես գրված ասում։ Սոդոմ Գոմորի մակարդակը կյանքի դրախտի պես էր։ Դրա համար նրանք բխծություններով էին զբաղված։ Եվ գրված է հացի կշտություն, անհոգ հանգստություն, հոգ չունեն։ Եվ սրտի հպարտություն, հպարտացել են իրաց Աստված պետք չի, իրանք իրանց Աստծո տեղ են դրել։ Եվ այդտեղ կառավարում է մարմինը։ Եթե Աստված թույլ չտա նեղություններ, Սոդոմ Գոմորի օրը կլինի Հայաստանում։ Նեղությունները արթունության, ապաշխարության եւ փրկության համար են, որ արթնանա ժողովուրդը Տիրոջ անունը կանչի, թե չէ արմատից կջնջվի, կայրվի, ինչպես Սոդոմ Գոմորը այրեց Աստված։ Սա նշան է, որ Աստված սիրում է հայ ժողովրդին, ծեծում ու խրատում է։ Այլապես դե արմատից վառի վերջանա։ Բոլոր ժամանակներում Տերը խրատել է հայ ժողովրդին, բայց մահվան չի մատնել։ Մնացորդ պահել է, հետո աճեցրել է։ Փառք Հիսուսին։ Ասեմ սիրելիներ, տարբեր տեղեր, որ եղբայրներով մանավանդ սահմանամերձ տեղերում, Սյունիքի մարզերում, պատերազմից հետո մեծ ավետարանչություններ է կատարվել։ Մեծ ավետարանչություններ է կատարվել։ Ովքեր որ այդ կողմերից են Սյունիքի այս շրջաններից կրապաշտ երկիր է եղել, անգամ սովետի ժամանակ իրանք որ գնան եկեղեցի միակ վառել, այդպես բաներ չի եղել։ Դե որ ասում են Աստված, ասում են Աստված ինչ բան է, քար է, փայտ է, երկաթ է, ինչ է Աստված։ Բայց որ գնում ենք ավետարանչության, այդ ժողովուրդը հողը, որ փխրուն է, փխրուն հողը, որ ջուրը կապում ես ոնց անում, չէ վերջ քաշում է, չէ ջուրը, խմում է, այդտենց այդ ժողովրդի սիրտը փխրված էր։ Այո Հիսուս ջան։ Տերն է որոշում, մենք խնդրում ենք, վերջում հանձնվում ենք Տիրոջը։ Այդ աստիճան է եղել Գորիսում, Սիսիանում, Ղափանում, Մեղրիում եղբայրները այդպես համալիր էին զբաղեցրել, հավաքել էին բոլոր զոհված ընտանիքների անդամներին, հրավիրատոմսերով մտել էին բոլորի տները, հասցեները վերցրել էին վայն կոմատից եւ կազմակերպել էին ավետարանչություն, օգնություններ, այդ ժողովրդի միայն դուք տենայիք, ես հիշում եմ Գորիսում, ոնց որ Սուրբ Հոգին ինձ ցույց տալասել էր ժողովրդին, երգում էին, երգչախումբը երգում էր։ Ես նայում եմ, այդ ժողովուրդը ապշած նայում է, այդպես բան չի տեսել։ Վերջում իրանք ասի, որ մենք այս բան չենք տեսել, այս ինչ բան է կատարվում։ Փառավորվի Տիրոջ անունը։ Սիրելիներ,
Ուրեմն այս բոլորը Աստված օգտագործում է ի բարին։ Ժամանակ կա, այդ ժամանակը երբ որ վերջացավ, ես այդպես եմ տեսնում։ Ամեն բան Աստված հաշվարկով անում, փառավորվի Տիրոջ անունը։ Ես իմ տեսակետն եմ ասում, այս երկրի վրա կատարվող նշաններից ես հասկանում եմ, որ մենք ոնց որ այդ հափշտակվող սերունդն ենք, հափշտակության մասնակցող սերունդն ենք։ Այս նեղությունները նաև եկեղեցու արթնության համար։ Առաջինը եկեղեցուն արթնացնում Սուրբ Հոգին։ Կոնկրետացնում է դու որ կողմն ես, այծերի մեջ ես, թե գառների մեջ ես։ Քո այոն այո է, ոչը ոչ է, դու որոշի։ Այս բոլորը եկեղեցու արթնության համար են առաջինը։ Այսինքն Աստված իր եկեղեցին պատրաստում է, Փեսան հարսին պատրաստում է, նոր Փեսան գալի տանում է, չէ՞։ Հիմա Փեսային ինչն է հետաքրքրում հարսին տանելու համար։ Մենք բոլորս հասկանում ենք, այդ օրինակները պատահական չի, որ Տերը դրել է մարդի կյանքում։ Փեսային մի բան է հետաքրքիր։ Ինքը ընտրել է ամենաաղքատ, ամենատկար, ամենատգեղ հարսին ընտրել, որ ես եմ։ Ես հիշում եմ, ես պատանի էի, որ ապաշխարեցի, ես մտածում եմ, որ այն տարիքով եղբայր քուրերի չափ խոյշատ մեղ չեմ գործել։ Այդքան մեղ ես չեմ էլ հասցնել գործեմ, ես այդքան մեղավոր չեմ։ Հետո մի օր այդպես մի տեսիլք եմ տենում, այսպես սիրտ է, այսպես բաց սիրտ է, ու ես այսպես գլուխս երկարացրել եմ, նայում եմ այդ սրտի մեջ մաքուր մի հատ ասեղի ծայրի չափ տեղ եմ ուզում գտնել, չկա, ինչքան մանեկա չգտա։ Ասի տենաս, այս սուր սիրտն է, այս կեղտոտ, աղտոտ, այս ինչ սիրտ է։ Ես Սուրբ Հոգին ասեց, շատ հեռու ման մի արի, ես քո սիրտն է։ Ես շատ զարմացա։ Ոնց ասի, դե բանձի ոնց ես դու ընտրել։ Ուտից բացվավ, թե ես ով եմ, և Աստված ինչպես է վարվել իմ նկատմամբ։ Տեր ասի, մարդ, ու իմ խշմտանքը սկսեց տանջել ինձ։ Մենք մարդ ենք, հասկանում ենք, որ մարդ գնում է շուկայից, չոր միրգ առնելու, խնձոր ես առնում, հոյն հոտած պտածները չես առնում, չէ՞։ Աշխատում ես ընտիր առնես։ Դու չտեսար, ասում եմ Հիսուս ջան, որ ես այդ հոտած պտածն է, դու ոնց ընձի առար, գնեցիր, ոչ թե մենակ գնեցիր, բերեցիր քո տունը, դու չտեսար, որ ես թափելու, ոնց գնեցիր ինձ, ու տանջում էր իմ խշմտանք, աղոթում էի, Տեր ասում էի, ու հետաքրքիր էր Տիրոջ պատասխանը, այո ասեց, ես տեսա և գիտեմ, որ դու հենց այդ պտած, հոտած թափելու այդ ապրանքն էիր, հենց դրա համար քեզ ընտրել է Տերը, որ այդ հոտած պտածին ընտիր անունց սարքել, որ դու քեզանով պարծենալու տեղ չունես, եթե պարծենաս էլ միայն Քրիստոսով, ալելույա։